Սրբազան պայքարի անդամ Լիդիա Մանթաշյանը, որն արդեն 5 ամիս բանտում է, սպասում էր, որ դատարանը ևս 3 ամիս կթողի իրեն կալանքի տակ։ Հայաստանում քաղաքական գործով անցնող միակ կին քաղբանտարկյալը ոչ միայն տևական ժամանակ զրկված է ազատությունից, այլև միակն է գործով անցնող մյուս 17 մեղադրյալներից, ում զրկել են տեսակցության իրավունքից, բացառությամբ մերձավոր ազգականների։ Երեկվա դատական նիստում պաշտպանները նորից միջնորդեցին, որ փոխեն Լիդիայի խափանման միջոցը, քանի որ նա ազատության մեջ որևէ խնդիր չի առաջացնի, սակայն դատախազները անդրդվելի մնացին, պահանջելով, որ ևս 3 ամսով երկարացնեն կալանքը, չնայած նրան, որ դատավորի հարցին ի պատասխան որևէ հիմնավոր բացատրություն չբերեցին։ Նույն գործով, տառացիորեն նույն մեղադրանքով 10 այլ մեղադրյալներ նույն դատավորի կողմից լրիվ նույն վիճակում, նույնիսկ ավելի շատ հիմքերի առկայության պարագայում, ավելի շատ քրեական գործում հիշատակումներով իրենց խափանման միջոցը փոխվում է եւ Լիդիայինը չի փոխվում։ Իրավական բացատրություն դրան չկա։ Փաստաբանը ևս զարմացած չէ այս որոշումից, համոզված է դատական այս գործընթացում իրավական որևէ տրամաբանություն չկա։ Հիմքում միայն քաղաքական դրդապատճառներ են, իսկ Լիդիային կալանքի տակ են պահում, որ փորձեն հոգեբանորեն ճնշել Բագրատ Սրբազանին, գործով անցնող մյուս անձանց ու նրանց աջակիցներին ընդհանրապես։ Սա պարզապես ամենաստոր ճղճիմությունն է, որ կարա լինի կնոջ հանդեպ ու քաղաքական դիվիդենտներ ունենալու նկատառումներով, որովհետև Բագրատ Սրբազանն ու գործով անցնող մյուս անձինք չեն ընդունում իշխանությունը բռնի զավթելու եւ այդ նպատակով ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքները, պնդում են ձայնագրությունները, որոնցում մարդկանց գնդակարելու մասին էր խոսք գնում, մոնտաժված են ու խեղաթյուրված են եղել իրենց ներկայացված մեղադրանքն իբր ապացուցելու համար, բայց թե ինչու են հատկապես Լիդիա Մանթաշյանին այդպես ծանր պատժում, այն դեպքում, երբ նա պաշտպանի խոսքով որևէ հատուկ ներգրավվածություն չի ունեցել, առեղծված է մնում։ Ըստ փաստաբանի նրան առնչվող ընդամենը մի տեղեկություն կա։ Մեղադրյալներից մեկի Մովսես Շարբաթյանի հետ գունավոր ծուխ են արձակել ու փորձարկում արել։ Այդ իսկ պատճառով փաստաբանը համոզված է Լիդիա Մանթաշյանի հանդեպ նման խիստ վերաբերմունքը գուցե վրեժխնդրություն է իշխանության հասցեին հնչեցրած սուր քննադատությունների համար։ Այդ միջադեպն էր եւ այն բացահայտումները, որ Լիդիան արել էր պաշտոնյաների վերաբերյալ, նույն չեմ վստահում ակցիայի շրջանակներում եւ այլն, սրանք գուցե ինչ-որ շատ փոքր հոգով մարդկանց վրեժխնդրությունն էին շարժել։ Պատրաստվում են բողոքարկել որոշումը, հույսով, որ գոնե այս անգամ գործը Լիդիա Մանթաշյանին կալանքի տակ թողած Կարեն Ֆարխոյանի նման դատավորի չի ընկնի, բայց առանձնապես լավատես չեն։ Լիդիան հավանաբար ամանորը ճաղերի հետևում կդիմավորի։